Հմ, Ողջունում եմ բոլորիդ, այսօր մեր միտքի շրջանակներում, ինչպես գիտեք, մենք սկսել ենք podcast ու ամեն անգամ տարբեր հոգեկան առողջության մասնագետների ենք հրավիրում, որոնց հետ զրուցում ենք արդի թեմաների մասին ու փորձում ենք իրենց խորհուրդները ներդրել մեր կյանք, համ էլ այդ ուղղված մեր ժողովրդի, ինչ ասեմ, հոգեկրթման ասեմ, հոգեկան առողջության ավելի բարձր մակարդակին ուղղված ասեմ, եւ այսօր մեր հյուրը հոգեբանական գիտությունների տեխնացու, Psi-Life հոգեբանական կենտրոնի հիմնադիր, գիտությունների ակադեմիայում ազգային գիտությունների ակադեմիայի դասախոս Լիլիթ Խաչատրյանն է, որին ես շատ սիրում հարգում եմ, շատ վստահելի լավ մասնագետ է ու շատ հաճախ եմ իրեն ուղղորդում հատկապես մանկական խնդիրներ ունեցողներին, որտեղ ոնց որ գիտենք, ես մանկական տարիքի երեխեքի հետ չեմ աշխատում, ու այսքան ժամանակ մենակ դրական ֆիդբեքեր եմ լսել եւ Նաև այդ էր պատճառը ու պլյուս դե բնականաբար սեպտեմբերի 1-ը, այսօր մենք սեպտեմբերի 1-ին ընդառաջ պլանավորել ենք զրուցել դպրոցի, երեխաների ու ծնողների, ասենց ասած, ստրեսի մասին, թե ոնց երեխաների համար ավելի փորձենք իրենց համար ավելի թեթև ստեղծենք, մենք ոնց այդ ամեն ինչին ավելի լավ դիմանանք, ու ես էլի ոնց որ միշտ թեմայից անտեղյակ եմ, ոչ մի բան չգիտեմ, ես մասնագետ չեմ ու հարցեր եմ նախապատրաստել մեր մասնագետի համար ու կփորձենք այդ հարցերով իրան մի քիչ, ոնց որ ես սիրում եմ ասել, տանջել։ Շատ ներողություն Ռաֆայել ջան, ես շատ լարված մի կերպ եմ կարողանում ձեզ լսել, կա ինչ-որ այլ տարբերակ, որ ձայնը փորձենք բարձրացնել։ Իմ մոտից չէ։ Հեսա մի հատ նայեմ, իմ մոտից չէ։ Ես կարամ փորձեմ, բայց ոնց որ գրեցին, որ բոլորը լսում են։ Իսկ կարող է փորձեք նաուշնիկով միանալ։ Լավ, այսպես մի կերպ կփորձեմ լսել ձեզ։ Եթե այլ տարբերակ չունենք։ Գրում են, որ համ էլ ձեզ են լավ լսում, ինձ են լավ լսում, երևի կարող է կանանց մոտ այդ հաճախ է լինում այդ միկրոֆոնի մեջ տանածը, ո՞ւմ է լսվում, նորմալ չի լսվում։ Դրա համար եթե փորձեք բանով նաուշնիկով կարող է ստացվի։ Սպասենք նաուշնիկին։ Լավ, ոչինչ, չէ, ոչինչ, այսպես կփորձեմ։ Լավ, ես էլի կփորձեմ ավելի բարձր խոսամ ու սկզբի համար միանգամից ես նախապատրաստած Էսա էլի գրում են, որ մեր երկուսի ձայներն էլ լավ լսվում է։ Ես ունեմ նախապատրաստած հարցեր ու միանգամից։ Ուսումնական տարվա սկիզբ։ Ինչ է կարևոր անել առաջի շաբաթվա ընթացքում, որպեսզի առողջ ռիթմ ստեղծվի եւ որոնք են այն սպասումները, որոնք հաճախ վնասում են հարմարվելու գործընթացին, երբ երեխան դպրոց, նոր սկիզբ, նոր պետք է գնա արձակուրդներից հետո եւ այլն, այ ինչն է հիմնականում, որ խանգարում է։ Նախ ուսումնական տարվա սկզբի համար շատ կարևոր է երեխայի ֆիզիոլոգիական ռեժիմի պահպանման հարցերը լուծել, որպեսզի այդ հարմարման գործընթացը ավելի հեշտությամբ երեխան կարողանա անցնել։ Ինչ է դա իրենից ենթադրում։ Դա այն է, որ գոնե երեխային մոտ 20 օր առաջ, դպրոց հաճախելուց 20 օր առաջ, արդեն իսկ քնելու ռեժիմի վրա ուշադրություն դարձնել, երեխային ճիշտ ժամանակին պարկեցնել քնելու, առավոտյան շուտ արթնացնել, որպեսզի ֆիզիոլոգիական առումով հարմարման խնդիրներ մենք չունենանք։ Բացի դրանից, սննդակարգի ճիշտ պահպանումն է շատ կարևոր։ Ներողություն ընդհատեմ, այդ ճիշտ ժամանակ, որ ասում ենք, մեր հետևորդները կարող է չիմանան այդ ճիշտ ժամը որն է, որ ժամին խորհուրդ կտակ պարկացնել։ 10:30-11 ամենաուշ ժամը պետք է լինի երեխային պարկելու համար, որպեսզի ինքը առավոտյան կարողանա արթուն ամբողջական ֆիզիկական վիճակը վերականգնված կարողանա արթնանալ եւ գնալ դպրոց։ Դա ամենակարևոր եւ այսպես ամենահինարար գործընթացներից է, որը եթե ճիշտ է ապահովում, չեն տուժում երեխայի եւ կոգնիտիվ որակները, եւ առհասարակ երեխան լինում է ավելի ակտիվ, նյարդային ավելորդ դժվարություններ չի ունենում, կարողանում է իր ուսումնաիմացական բոլոր գործընթացները ճիշտ գործի դնել եւ ավելի այսպես ավելորդ դժվարություններից կարծես խուսափում է երեխան։ Բացի դրանից, շատ կարևոր է սկզբնական շրջանի ճիշտ հարմարման համար երեխայից շատ պահանջկոտություն
չակնկալել, այսինքն եթե երեխան օրինակ ամառային արձակուրդների ընթացքում ուներ որոշակի սովորույթներ, գիշերային զբոսանք, ընկերների հետ հանդիպումներ, խաղեր, պետք չէ որ միանգամից սրանք արգելել, սրանք վերացնել եւ մտցնել միանգամից ուսումնական process-ի մեջ։ Այսինքն մենք պետք է ունենանք պարտադիր աստիճանական անցում։ Եթե այս աստիճանական անցումը ապահովում ենք, երեխան ավելի հեշտ է հարմարվում։ Իսկ ինչն է այն սպասումները, որոնք որ կարող են խանգարել ճիշտ հարմարմանը, որոնք են այդ սպասումները։ Դրանց մեջ օրինակ միանգամից հենց առաջին օրերին, երբ որ ծնողները մտածում են, որ երեխան պետք է լինի շատ հաջողակ, բարձր գնահատականներով տուն գա ինքը։ Երեխայից սպասում են, որ երեխան միանգամից պետք է շատ բարձր մոտիվացիայով դպրոց մտնի։ Երեխան պետք է անմիջապես ընկերական հարաբերությունները շատ արագ լուծի դպրոցում։ Սրանք սպասումներ են, որոնք որ խանգարում են։ Եվ բացի դրանից, բացի ծնողների սպասումից, շատ կարևոր է նաև երեխաների սպասումները։ Երեխաներն էլ իրենք ունեն երբեմն իրենց գլխում ստեղծած իդեալական, ուսուցման հաջող սկզբի պատկերացումներ, այն է, որ ուսուցիչները բոլորը պետք է լինեն իդեալական, դասապրոցեսները պետք է լինեն ավելի հեշտ, պետք է ստանան լավ գնահատականներ, ուսուցիչների հետ պետք է ունենան լավ հարաբերություններ, ընկերների հետ պետք է ունենան լավ հարաբերություններ, սրանք սպասումներ են, որոնք որ կարող են դժվարեցնել։ Մենք մեր սպասումների մեջ պետք է լինենք ավելի իրատեսական, այսինքն պետք է հասկանանք, որ միշտ չէ, որ մեր սպասումները կարող են արդարացվել եւ պետք է իրականացվեն։ Այսինքն հենց իսկ առաջին իսկ օրվանից մենք կարող ենք ունենալ այո դժվարություններ, որին պետք է սպասումով եւ համբերատար լինենք, որպեսզի կարողանանք աստիճանաբար հաղթահարել։ Հասկացա, ստեղից միանգամից դուք եկաք իմ հաջորդ հարցին, մոտիվացիա առանց ճնշման, ինչն է իրականում աշխատում սովորիր ապագայի համարի փոխարեն, այսինքն երբ որ մենք ասում ենք սովորի, որ հետո մեծանաս, չեմ լավ մասնագետ դառնաս, չէ որ երեխեքը այդ տարիքում իրանք ապագայի մասին եսի մինչեր չունեն, եսի միշտ պատկերացումներ ու ակնկալիքներ չունեն, իրանք պրոստը գիտեն, որ գնում են դպրոց սովորելու, որտեղ շատերի համար մաման պապան են ասում, որ գամ տուն ին վրա չջղայնանան եւ այլն։ Իսկ մենք իրանք փորձում ենք մոտիվացնենք նրանով, որ սովորի, որ լավ մարդ դառնաս, չգիտեմ, շատ հաճախ այդ սխալով, կամ սովորի, որ լավ մասնագետ դառնաս, այդ ապագայի համար որ դառնաս, այս ինչ է, դրանով ենք մոտիվացնում։ Ոնց կլինի ավելի ճիշտ իրանց մոտիվացնել դրա փոխարեն, չէ որ իրանք այդ ապագայի գիտակցումը, ասենց ասած, հետո իրանց ինչեր է սպասում, ամեն դեպքում չունեն։ Այո, շատ ճիշտ նկատառում է, երեխաները որպես կանոն ապագայի նկատմամբ պատկերացումներ չունեն, ապագան շատ անորոշ է եւ անորոշությունը չի կարող դառնալ մոտիվացիա։ Իսկ ինչ վերաբերում է, եթե ասում ենք սովորի, որ լավ մարդ դառնաս, որ չդառնաս սրան նման, չդառնաս հավաքարար, չդառնաս բոմբ, չդառնաս, չգիտեմ, այսպես տարբեր սոցիալական ինչ-որ բաներ ենք մենք ընտրում, որպեսզի երեխային մոտիվացնենք, սա ուզում եմ ասել, որ ավելի վախի մոտիվացիա է, վախ առաջացնող մոտիվացիա է, որը որ երբեք հաջողության չի տանի երեխային։ Մենք պետք է մոտիվացնենք ներկայի վրա կանգ առնելով։ Օրինակ, եթե դու ունես այս գիտելիքները, եթե հաղթահարես այս առարկաների դժվարությունը, դա քեզ ինչպես կօգնի առօրյայում, օրինակ, եթե գնում ենք այլ երկիր, քո գիտելիքները օգտագործես, կամ դրանով խաղեր ստեղծես, կամ քո ընկերների հետ, օրինակ, երբ որ դու փոխհարաբերությունների մեջ ես մտնում, հենց այսօր, այս պահին, կամ ապագա մեկ շաբաթվա ընթացքում, քո սովորած գիտելիքները ինչքանով կարող են քեզ օգնել։ Եվ մոտիվացիաներից ամենակարևորը ուսումնական հետաքրքրությունների վրա հիմնված մոտիվացիան է։ Այսինքն, երբ որ մենք հասկանում ենք, կարողանում ենք ճանաչել մեր երեխային եւ գիտենք ինչպիսի հետաքրքրություններ ինքը ունի, սա ենք օգտագործում որպես մոտիվացիա։ Եվ բացի դրանից մոտիվացնում ենք երեխային ըստ ջանքերի, այսինքն, եթե դու այս ջանքը թափում ես, սա իրականացնում ես, շատ ապրես, շատ կարևոր է սա, իսկ մնացած բոլոր մոտիվացիաները, որպես կանոն, իրենք այդքան էլ արդյունավետ չեն գործում։ Իսկ եթե ամբողջացնեմ, ամենից կարևոր մոտիվացիան, որպեսզի երեխան յուրացնի դպրոցական գիտելիքները եւ կարողանա դա օգտագործել որպես գիտելիք, ուսումնայիմացական մոտիվացիան է։
Այսինքն դա այն է, որ մենք կարողանում ենք երեխային դրթել, երեխային մոտիվացնել, այնքան որ իր համար ուսումնական process-ը դառնա հետաքրքրություն, ոչ թե դառնա մրցակցություն, լավ գնահատական ստանալու համար մի բան, պատժից խուսափելու համար մի բան։ Մենք պետք է կարողանանք, այո, ներկայի վրա կենտրոնանալով մոտիվացնենք նրանով, որ ինչքան է կարևոր քեզ համար գիտելիքը, ներկա պահին, ներկայում քո կյանքում։ Մեկ-երկու պարզ օրինակով, որ խնդրեմ կմեկնաբանեք մեր հետևորդներին, օրինակ ինչ նախադասությունով, ասենք օրինակ այս օրինակում կարելի է Վազգենչիկին ասել, այս ինչ բան է, ասես մի քիչ որ ավելի պրակտիկ պատկերացնեմ։ Օրինակ, եթե դու այսօր քո առարկան սովորում ես հայոց լեզուն, հա, արի մի հատ հասկանանք, մոտակա մեկ շաբաթվա ընթացքում հայոց լեզուն դու ինչպես ես կիրառելու քո ընկերական միջավայրում, տանը, հանդիպման ժամանակ, խմբակում եւ ինչպես ես դու քեզ զգալու, ինչ դրական բաներ է դա քեզ տալու։ Իսկ եթե պատասխանի ոչ մի, ուրեմն պիտի գնանք այլ առարկայի վրա մոտիվացիան գտնենք։ Այսինքն գտնենք նենց առարկա, որը որ այո։ Եվ սա էլ է մեր ծնողների հիմնարար խնդիրը, որ թվում է սկզբում գտնենք մի առարկա, կտրտես չլսեցի։ Սա էլ է ծնողների հիմնական խնդիրը, որ թվում է, թե երեխան պետք է մոտիվացված լինի բոլոր առարկաների ուսուցման գործընթացում։ Մենք կարող ենք գտնել առարկաներ, որտեղ որ մոտիվացիան իսկապես կարող է աշխատել։ Իսկապես կան երեխաներ, որոնք որ որոշակի առարկաների հարցում համարում են, որ իրենց դա պետք չի, ընդհանրապես կյանքում իրենց պետք չի գալու եւ իրենք դա հիմնավորում են։ Իսկ ինչ եթե իրանց հիմնավորումը փաստացի օրինակի համար 6-րդ դասարանում ասում է դե լավ քիմիան իմ ինչին է պետք, այդ ինձ պետք չի, ես քիմիկոս չեմ դառնալու, բայց հետո ինքը երբ որ մեծանում է, տարիքը փոխվում է, որոշում է գնա օրինակի համար բժշկական համալսարան ընդունվի, որտեղի համար իրան քիմիակենսաբանություն է պետք լինելու ընդհանուր առարկաներից, ինքը այդ առարկաներից սկսում է կաղալ, ու հետո դա իր համար շատ ավելի դժվար է լինում։ Նու ես այս օրինակով ասացի, բայց ենթադրենք նույն մաթեմատիկան, նույն որովհետև ինչքան դասարանները բարձրանում է, հետո ծրագիրը ավելի բարդանում է ու նույն իր համար ավելի դժվար է լինում։ Չի լսվում ու կախեց, գիտեք, չէ՞։ Մենք կարող ենք մի հատ նորից անջատել մտնել։ Դուք դուրս եկեք, նորից միացեք։ Դուք կարող եք անջատել, նորից միացնել։ Ինձ մյուսները նորմալ լսում են, ժողովուրդ։ Ահա, նոր լսվեց։ Չի լսում բացարձակ։ Ինչ մեղք է։ Ուրեմն նորից ողջունում ենք ձեզ մեր եթերում։ Ասում էի, որ չէ՞ որ կարա նույն 5-րդ դասարանի երեխեն ըստ իր այդ պահի գիտելիքի մտածի ու հիմնավորի, որ հա մաթեմատիկան ինձ պետք չի, ինձ դա հետաքրքիր չի։ Բայց հետագայում երբ որ ինքը դառնա 8-րդ դասարան, ենթադրենք իր կյանքում ինչ-որ բաներ փոխվի ու ինքը որոշի գնա, օրինակ ասի, օ, ես ուզում եմ գնամ ռոբոտաշինություն ինձ այդ շատ է սկսել հետաքրքրել, որտեղ 4-րդ դասարանում կամ 5-րդ դասարանում ինքը ասենք տարված էր, չգիտեմ, երկեցողությամբ օրինակ։ Բայց ինքը հիմքը չի դնում ու հետո 8-րդ 9-րդ դասարանում այն որ ինքը այդ հիմքը չունի, այդ արդեն իրան ավելի խանգարում, ավելի դժվարացնում, հետո երբ որ դժվար լինելով էլ ինքը իր մոտ չի ստացվում, դրանից արդեն ավտոմատ ինքն էլ է դեմոտիվացում։ Այդ որ ինքը հիմնավորում է, որ ինձ դա պետք չի, այս դեպքում ինչ անենք։ Ապացուցենք, որ ինքը սխալ է, տենց իրան կկոտրենք, ո՞նց անենք։ 1-2 պրակտիկ խորհուրդ։ Համագործակցային զրույցն է ամենալավ օգնում այդ դեպքում, երբ որ մենք կրկին առօրյա կյանքում գտնում ենք իրողություններ, որը որ անմիջապես կապ ունի մաթեմատիկայի հետ։ Եվ փորձում ենք հասկանալ, ինքը այդ ոլորտից կարողանում է արդյոք հարցերին պատասխանել, ունի բավարարչափով գիտելիք, եւ ինչ պետք է անի ինքը, որպեսզի կարողանա առօրյա կյանքի այդ տրվող ամենապարզ հարցերին պատասխանել իմանա։ Եվ ինչ կտա դա իրեն։
Եվ ասեմ, սա մի օրվա բան չէ, մեկ անգամվա բան չէ։ Մոտիվացիա ստեղծելը մեկ հարցով չի, մեկ անգամյա բան չէ։ Սա անընդհատ տիրող իրավիճակ է ընտանիքում ծնողների կողմից հատուկ համագործակցային պայմաններով կազմակերպված, որպեսզի մենք կարողանանք վերջնական արդյունքի հասնել։ Բնականաբար դա էլ մի Ցույց տալ նաև սեփական օրինակը։ չեն սովորում։ Նորմալ է։ Այո, սեփական կյանքի մոդելավորում ենք իրականացնենք, ցույց տանք մեր սեփական օրինակով դա ինչքան օգուտ տվեց մեզ, ոնց ենք օգտագործում, ինչ է դա, ինչքան է կիրառելի, սրանք էլ շատ կարևոր գործընթացներ են, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Ու տեղը երևի ուշադրել ենք, որ մի հատ էլ իրանց մոտ չդառնա, որ մենք իրանց ասում ենք, թե տես ինչքան լավն եմ ես, ինչքան վատն ես դու, որ տենց սխալ է իրանց։ Բնականաբար։ Բնական է, նրբությունները շատ են, այս ամեն ինչի մասին շատ մանրամասն կարող ենք խոսենք։ Ես կարամ իմ փորձով կիսվեմ, օրինակ իմ տղայի մոտ ես փորձել եմ ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունը ոնց ստեղծեմ, որ ինչ լինում էր, կայծակեր լինում, ասում եմ, իսկ գիտես դա ինչ է, իսկ գիտես ոնց առաջ է, մայ որ ֆիզիկա սովորես կիմանաս։ Իսկ դա ինչ է, ասա, դե հենց ասեմ չես պատկերացնի, այ հիշի, որ այն մյուս բանը ֆիզիկա լինի, սենց կամաց Այո։ Okay, մյուս հարցս, ադապտացիա եւ անհանգստություն։ Շատ հաճախ հենց այդ սկզբնական փուլում, երբ որ ադապտացիայի этаպն է, այդ հիմնականում դա լինում է սեպտեմբեր ու փետրվար ամիսներին, իրանց մոտ բնականաբար լարվածություններ, անհանգստություններ ինչ որ են տեղի ունենում ու ոնց կարողանա ծնողը տարբերի կամ գոնե զգուշանա այն դատչիկը, որ մոտը ծնգա, որ հասկանա, որ դա ոչ թե սովորական ադապտացիան է, այլ արդեն է ստանում է դեպի ինչ որ տագնապային խանգարումներ։ Ինքը ոնց ինչը հաշվի առնի, որ զգուշանա դրանով կամ գոնե հաշվի առնի մի անգամ պրոֆիլակտիկ տանի մասնագետի մոտ օրինակի համար։ Նախ ժամանակահատվածը մենք պետք է ֆիքսենք։ Եթե սովորական ադապտացիայի անհանգստություն է, մոտավորապես 2-3 ամենաշատը 2-3 շաբաթվա ընթացքում, ամենաշատը 1 ամսվա ընթացքում պետք է ավարտվի երեխայի մոտից ադապտացիան։ Առաջի դասարանցիները իհարկե ավելի դժվար են, ավելի երկարատև ժամանակահատվածով են ադապտացում, մինչև 2 ամիս էլ կարող է տևի։ Բայց արդեն համեմատաբար մյուս դասարաններում մոտավորապես 2-3 շաբաթ մինչև 1 ամիս պետք է ավարտվի այդ փուլը։ Բացի դրանից, սովորական ադապտացիայի ժամանակ անհանգստությունը կառավարելի է եւ երեխայի մոտ աստիճանաբար ինքնուրույնաբար թուլանում է սա։ Իսկ տագնապային խանգարման դեպքում ավելանում են երեխայի եւ ֆիզիկական գանգատները եւ կպչունությունը եւ ժամանակահատվածը դառնում է ավելի ինտենսիվ տևական, կարծես ավարտ չի ունենում։ Եվ տագնապային խանգարումների դեպքում կարող է երեխան կոնկրետ ֆիքսված լինել ինչ-որ իրողության վրա, օրինակ վախ ուսուցչի ագրեսիվ տոնից, վախ հարաբերությունների ոչ ճիշտ կառուցումից, վախ գնահատականից, վախ մերժվելուց, վախ ուսուցիչների չսիրելուց, այսինքն պետք է այս ամենը շատ ծնողը նրբանկատ լինի, որպեսզի երեխայի հետ առանձնակի զրույցի ժամանակ կարողանա բացահայտի։ Այո, շատ են լինում տագնապային խանգարումներով երեխաներ, հենց կոնկրետ դպրոցական ուսուցման հետ կապված, որը որ կարող է շատ տարբեր ձևով լինի։ Եվ ուսուցչի սպառնալիքի նկատմամբ, օրինակ, վերջերս աշխատում եմ երեխայի հետ, ում տագնապային խանգարումը սկսել էր ձևավորվել, երբ որ ուսուցիչը շատ ագրեսիվ տոնով անընդհատ վերաբերվել էր դասարանի այլ աշակերտների հետ։ Իր հետ երբեք նման տոնով ինքը չէր հաղորդակցվել, բայց իր մոտ դա առաջացել էր կոնկրետ տագնապային խանգարում եւ երեխան ընդհանրապես հրաժարվում էր դպրոց գնալուց։ Ու այս դեպքերում այդ ծնողը դա երբ պետք է նկատեր, հենց որ ինքը սկսեց արդեն հրաժարվել, թե երբ որ երեխան պատմում է, թե այնքան լավ հարաբերությունների մեջ պետք է լինեն ու իրենց գործերով ինչքան էլ հոգնած լինեն, բայց միևնույն է ժամանակ գտնեն, խոսան, որ երեխան պատմի, որը ոնց անցավ, որ դասատուն ոնց արեց, ինչ արեց, որ դրանից ուշադրություն դարձնի։ Որպես կանոն, Ռաֆայել ջան, սկզբնական փուլում բոլոր ծնողներն այլ բոլոր խնդիրների դեպքում մտածում են, թե սա անցողիկ է։ Ոչ ֆլուր չի վերաբերվում։ Եվ որպես կանոն ժամանակահատվածն է ծնողին իսկապես բերում այն համոզմանը, որ երեխան ունի խնդիր։ Եվ խնդրի նկատելու դեպքում իրենք պետք է խոսեն պարտադիր, պետք է ստեղծվի անվտանգ մթնոլորտ,
վստահելի մթնոլորտ եւ ծնողը կարող է խոսել, բայց ասեմ, ես շատ դեպքերում պարտադիր չէ, որ այդ զրույցի ժամանակ ծնողը կարողանա հասկանալ եւ տարբերակել սովորական տագնապ է, թե տագնապային խանգարում է, թե սովորական ադապտացիայի անհանգստություն է։ Դրա համար խորհուրդ է տրվում, եթե 1 ամիս եւ ավել արդեն շարունակվող երեխայի մոտ տևող հրաժարում է դպրոցական ուսուցման, դպրոց մտնելու հետ կապված, պարտադիր դիմել մասնագիտական օգնությանը։ Հասկացա։ Ու փաստն էլ ցույց է տալի, ես ճիշտ է փոքրերի հետ չեմ աշխատում, բայց մեծերը ինչքան գալիս սա եթե որ խոսում ես տագնապային խանգարումները միշտ էլ դպրոցում դրվագներ կան, որին հիմքը դրել են։ Ճիշտ է, հետո ինչ որ ձևով անցել է, բայց sense ասած իրանց հետքերը թողում են ու միևնույն է, հետո որտեղ շատ հաճախ ծնողներ կան ասում են, դե ինչ եք նստել եք, բաներ եք խոսում, երեխա է, էլի մենք էլ ինքը տենց մեծացել, ոչի բանը չի եղել, բայց փաստացի հետո այդ երեխեքը մեծանում են ու գալիս են 30 տարեկանում, 40 տարեկանում, բայց բարձվում է, որ փաստորեն հիմքերը դեռ ընդերից են գալիս։ Ասեք, որ հիմքերի մեջ շատ է տարածված նաև վատ գնահատականից վախը, սխալվելուց վախը, ասեք, որ շատ հանդիպող տագնապային խանգարումներ են, որի հիմքերը այո դրվել է հիմնականում դպրոցական ուսուցման ժամանակ։ Հա, բայց չեմ ուզում հիմա շատ խորանամ, դե ես հիմա մասնագետ չեմ, չէ՞, թե չէ, հա, այդ ես դրան սիրում եմ ասեմ, ոնց որ տարածված է սինդրոմ хорошей девочки, որ ես պետք է այդ ամեն ինչն անեմ, որ լավը լինեմ, որ ընդունված լինեմ, որ եթե տես չնի, ես լավը չեմ լինի, ինձ չեն սիրի, ինձ չեն ընդունի ու դրանից արդեն գալիս է գնահատականները, քննադատությունը, չեմ ամանընդհատ հարմար լինելը, լռելը։ Այո։ Այլ ասում են, վայ, ինչ լավ խելոք դաստիարակված երեխա է, չնայած իրականում բարձվում է, որ կոպիտ կասեմ, լավ մեր մասը տրավմայի ենթարկված հոգեբանությամբ երեխա է։ Մեր մյուս հարցը գնահատականներ եւ պերֆեկցիոնիզմ։ Ինչպես խոսել գնահատականների մասին երեխաների հետ առանց ամոթ տալու, որ բամոտ չի ես ինչ երեխան սենց էր, ոնց խոսեք այս գնահատականների մասին առանց ամոթանք տալու եւ առանց պիտակավորելու, դու հո դեբիլ չես, դու հո սենց չես, առանց պիտակների եւ առանց մեղքի զգացում ու ամոթ առաջացնելու եւ ինչ անել հենց այդ երեխաների հետ, ովքեր սենց ասած այդ կատարյալ լինելու, այդ պերֆեկտ ունեն ու իրենց համար կատաստրոֆա է, իրենք քննությունից առաջ կարող է կան երեխեք, որ 5-րդ, 6-րդ դասարանում էլ, բայց արդեն քննությունից առաջ են, որ օր ու գիշեր չեն թողում քնեն, հաց չեն ուտում, ուրիշ բանով չեն զբաղվում ու անընդհատ գնա որ հանկարծ ցածր չստանամ, այ իրանց հետ ինչ անեք։ Դուք ձեր հարցում շատ լավ ձևակերպեցիք։ Հենց այն մոտեցումը, որ դու հո դեբիլ չես, համեմատել այլ երեխաների հետ, նրա երեխան բարձր է ստանում, դու մշտական ցածր ես ստանում, միթե դու դա չկարողացար անել, դա քեզ չէր սազում, դե լավ է, դա անելու բան չէր, ես շատ տխուր եմ այդ առիթով, մեկա դու չես կարողանալու, մեկա քո մոտ չի ստացվում, սրանք արդեն իսկ շատ բացասական պիտակավորումներ են, որոնք որ վնասում են երեխային եւ տրավմատիզացնում են։ Նախ ծնողը պետք է ազատված լինել գնահատականի այդ թակարդից, ասեմ, որ ժամանակակից ծնողների մեծ մասը իրականում անբացատրելի կերպով գնահատամոլ է կարծես, հա, եւ իրենց երեխաներից շատ իրենք են տառապում գնահատականի բարձր կամ ցածր լինելով։ Եթե ծնողը իր ուսուցման տարիներին այս խնդիրը հաղթահարել է եւ դրան վերաբերվում է շատ ընդունող դիրքորոշումով, շատ հանդուրժող դիրքորոշումով, բնականաբար նույնակերպ ինքը վերաբերվում է իր երեխայի հետ։ Մենք այո, պետք է սովորեցնենք երեխային, որ գնահատականով չի որոշվում քո կարողությունները։ Ես միշտ ասում եմ, ուղղակի դու քիչ ժամանակ ես հատկացրել ի տարբերություն այլ երբ որ երեխաները խոսում են մյուսների մոտ ստացվում է իմ մոտ չի, ասում եմ ընդամենը ժամանակի տրամադրման խնդիր է, որովհետև եկեք խոստովանենք, որ չկա երեխա, ով ունակություն չունի։ Ուղղակի կան շատ ժամանակ տրամադրող երեխաներ եւ քիչ ժամանակ տրամադրող երեխաներ։ Չի կարող պատահել, որ երեխան ժամանակը
ժամանակի տրամադրում իր մոտ տեղի ունենա եւ ինքը չկարողանա յուրացնել։ Մեկի մոտ ավելի շատ ժամանակ է տրամադրվում, մյուսի մոտ ավելի երկարատև ժամանակ է պահանջվում, որպեսզի ինքը նույն դասը կարողանա յուրացնել։ Այդ իսկ առումով, եթե օրինակ մենք նկատում ենք, որ մեր երեխան ցածր գնահատական է ստացել, կրկին շատ բայրացական, շատ դրական, շատ սիրալիր, շատ ընդունող դիրքորոշումով պետք է երեխայի զրուցենք։ Քո կարծիքով ի՞նչն է դժվարությունը։ Ինչ լինի, որ դու կարողանաս ավելի հեշտ հաղթահարել այս առարկան։ Ով կարող է քեզ օգնել։ Ինչի վրա ավելի շատ աշխատենք։ Սրանով մենք փորձում ենք երեխայի կողքին լինել, աջակից ծնողական դիրքորոշումով, կարողանում ենք երեխային մտածել տալ եւ վերլուծության շնորհիվ երեխան հասկանում է, որ գնահատականը չէ կարևորը։ Կարևորը իրողությունը կառավարելի է, իր ձեռքում է, եւ եթե ինքը ուզենա, եւ եթե ինքը կարողանա ճիշտ վերլուծել, ապա այդ գնահատականը վաղը կարող է ավելի բարձրացնել։ Եվ նաև հաշվի ենք առնում, որ ես միշտ այդ նույն իմ երեխեքին էլ ասում եմ, որ նորմալ է, որ դու կարաս շատ լավ սովորես, լավ ժամանակդ էլ ծախսես, բայց ուղղակի պատասխանատվությունից ելնելով դու լարվես, ու լարվածությունը քեզ խանգարի։ Նույն կերպ մեր ուսանողները, բժշկական համալսարանում այդքան ուսանող տեստերը լրացնելու, չէ՞։ Մեկը պարապած, բայց ինչ որ բան լարվածությունից չի ստացվում, այն մյուսը բինգո անելով բարձր գնահատականը ստանում է։ Այսինքն երբեք գնահատականը երեխու արժեքի մասին չի, էլի։ Այո։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցին պերֆեկցիոնիզմը, դա ես կարող եմ նշել, որ իրենով մեկ նևրոտիզացիայի ճանապարհ է։ Այսինքն այն, որ ես պետք է լինեմ իդեալական, ես պետք է անպայման բարձր գնահատականներով սովորեմ, անթույլատրելի է ինձ համար ցածր գնահատականը եւ պատկերացրեք նման մտածողությամբ մարդու մոտ, եթե հանկարծ մի փոքրիկ մի բալ անգամ պակաս է ստանում, ինչ ուժեղ, այսպես անհանգստության աղբյուր է դա դառնում։ Այո, մենք պետք է սովորեցնենք նաև երեխաներին, որ դու կարող ես սխալվել, դու կարող ես ստանալ ցածր գնահատականներ, դա վատ չէ, դա նորմալ է, այսինքն մենք կարող ենք սովորեցնել, որ երեխաները արդեն իսկ վաղ տարիքից ընդունեն իրենց սխալը, սիրեն իրենց սխալը, հաշտ լինեն դրա հետ, ընդունեն ցածր գնահատականը, ընդունեն բարձր գնահատականը, այն որ այդ ամենը շատ նորմալ է, որովհետև նույնպես մեծահասակ այցելուների հետ երբ որ աշխատում եմ, հենց նույն նևրոտիզացիայի տանող ճանապարհներից մեկը եղել է ուսումնական տարիներին բարձր գնահատականից կախվածությունը։ Դա հետագայում փոխանցվում է արդեն աշխատավայր, սկսում են մտածել, թե ինչպես պետք է լինի իրենց մասնագիտական ուղին, որ իրենք պետք է լինեն ամենափայլունը, ամենակարողը, ամենան, իրականում հաջողում են, բայց հոգեկան առողջության տեսանկյունից շատ վնասվում են եւ որպես կանոն իրենք չեն կարողանում լիարժեք զգան իրենց ստեղծածի, իրենց մասնագիտական այսպես արդյունքների, պտուղների վայելքը, հաճույքը, որովհետև իրենց միշտ մի բան չի բավարարում։ Հասկացանք։ Երևի հասկացանք, չէ՞ ժողովուրդ։ Так, այդ գնահատականների առումով իրականում իմ մոտ տագնապայինները որ գալիս են, իմ ստանդարտ հարցերի մեջ է մտնում, արդյոք դպրոցում գերազանցիկ ես եղել, Այո։ չէ՞։ Ու եթե ասում են, հա, հաջորդ հարցը, ինչի համար։ Ու որպես կանոն պատասխանը գալիս է այն, որ մաման, Պապան։ Так, գadget չէ, սահմաններ եւ կարգապահություն։ Ինչպես չհատել աջակցման եւ հիպերկոնտրոլի միջև եղած սահմանը։ Իսկ ինչպես այդ առողջ աջակցումը չդարձնենք հիպերկոնտրոլ ասվածը։ Շատ լավ հարց է, կրկին շատ տարածված, մի քիչ էլ մոդայիկ, որովհետև ծնողներին թվում է, թե իրենք եթե ամբողջությամբ հիպերկոնտրոլի մեջ գտնվող ծնող են, ուրեմն իրենց ծնողական կերպարը իդեալականն է, փայլունն է եւ լավն է։ Եվ իրենց թվում է, որ իրենք այնքան մտահոգ ծնող են իրենց երեխաների համար եւ իրենց երեխաների փոխարեն կարող են որոշել ամեն բան։ Բայց մոռանում ենք, որ հիպերկոնտրոլի դեպքում բավարարվում է միայն ու միայն ծնողի պահանջմունքը։ Այստեղ երեխայի պահանջմունքը որպես այդպիսին բացարձակապես չկա եւ չի բավարարվում։ Եվ մեկ այլ տեսանկյունից եթե բացատրեմ,
երեխան ամբողջությամբ ճնշվում է, երեխան ամբողջությամբ անտեսվում է, որովհետև ծնողն է որոշում ինչ է պետք երեխային, ինչ պետք է հագնի, ինչպես պետք է ներկայանա, ինչպես պետք է խոսի, որն է լավը, որն է վատը, չկա այստեղ կոնկրետ երեխայի անձի ճանաչման, երեխայի անձի գնահատման, երեխային կարևորելու գործընթաց։ Իսկ աջակցման դեպքում մենք հասկանում ենք երեխայի ցանկությունները, երեխայի անձը կարողանում ենք ճիշտ գնահատել եւ ընդամենը, եթե տեսնում ենք, որ երեխան ունի որոշակի դժվարություններ, երեխային պետք է որոշակի այսպես վարքականոններ կամ կանոններ, որը որ պետք է երեխան յուրացնի, ուղղակի աջակցելով մենք երեխային սովորեցնում ենք, տալիս ենք, հրամցնում ենք։ Սա է տարբերությունը։ Հիմա նայեք, ինձ տեղ գրել են, բայց մենք տեսնեմ ես որտեղ են գրել, հա, գրել են, որ բժիշկ ջան, աղջիկս լսելով ձեզ ասում է, ուզում եմ բժշկին փոխանցես, որ քո չարչարանքը մամաս ջուրն է լցրել, ու մեջբերում է իմ բողոքները, որ ցածր է ստանում։ Այ փաստորեն մեզ լսող երեխաներ էլ կան, մենք իրանց չենք վնասում, չէ՞ հիմա։ Մենք իրանց այն վատ մաման, ճակերտավոր վատ մամաների բանով երես չենք տալիս, չէ՞, իրենց չենք փչացնում երեխեքին։ Կարծում եմ առանց մեզ էլ իրենք դա գիտեն, ուղղակի հաստատում են իրենց իմացածը ու կարող են որպես փաստարկ ներկայացնել ծնողներին։ Ուրեմն որ երեխան պատասխանում է, ժողովուրդը էլ եմ ասում, մի քիչ առաջ էլ խոսացինք դրա մասին, այդ չի նշանակում, որ ինքը հանդասիրակ է կամ ձեզ չի հարգում։ Այդ կակրած երեխան սովորում է իր սահմանները դնել, սովորում է իր հույզերի մասին խոսալ, դրանք արտահայտել, դա ողջունելի է։ Դուք ձեր վալերանքին խմեք ու թողեք թող երեխան ձևավորվի։ Այո։ Так, գadgetներ եւ կենտրոնացում։ Ինչ կասեք սրա մասին։ Հեռախոսները մանավանդ որ կան դպրոցներ, քոլեջներ, որտեղ որ հենց իրանց աշխատանքային գործիքը համարվում դա ու տեխնոլոգիաների դարա շատ բաներ հենց դրանով են անում։ Այ ինչա, ոնց է սրա հետ կապված ինչ կասեք, ինչը պետք է հաշվի առնենք եւ այլն։ Ճիշտ ասած, ինձ համար բավականին երկար ժամանակ ինձ մտահոգիչ է սա, որովհետև այո, հատկապես այն դպրոցները, որտեղ որ ամբողջ ուսումնական process-ը սրանց միջոցով է կազմակերպվում, չգիտեմ, հետո հոգեբանության մեջ ուսումնասիրման սա այլ խնդիր է, սա այլ մի բան է, բնագավառ պետք է լինի, որը որ կուսումնասիրենք, հետո կհասկանանք, թե ինչպիսի առանձնահատկություններ ձևավորվեց, նույն կոգնիտիվ գործընթացները երեխայի ուսումնական process-ում ինչպես փոխվեցին, անձը ինչպիսին է դարձավ, սա հետազոտության լուրջ խնդիր է։ Բայց սովորական մակերեսային, այդքան խորը պետք չի, մի քիչ մակերեսային։ Մեզ որպես բան չհասկացող մարդ, որ հեսա երեխեքին ուղարկելու ենք, հեռախոսով խաղում էին, հիմա պիտի հեռախոսից կտրենք։ Այս սրա մասին, հա, սա արդեն առանձին թեմա է նրանից։ Բնականաբար, եթե երեխան օրինակ երկար ժամանակ մնացել է գadgetների մեջ, հեռախոսների մեջ, իր ուշադրության կենտրոնացվածությունը, իր հոգեհուզական վիճակը ավելի հեշտ, ավելի գրավչություն պահանջող բաների վրա է ֆիքսվում։ Եվ դրանից անցում կատարել միանգամից դասապրոցեսին երեխայի համար բավականին բարդ է լինելու։ Որովհետև նախ ուշադրության կենտրոնացման դժվարություն ենք մենք ունենալու, մտածելու, վերլուծելու, համադրելու խնդիր ենք մենք ունենալու։ Չէ՞ որ գadgetների եւ հեռախոսների միջոցով ամեն ինչ տրվում է շատ պարզ, շատ վառ, շատ այսպես միանգամից պատրաստի եւ այս գործընթացները որպես կանոն գործի չեն դրվում։ Եվ դրա համար անպայման խորհուրդ է տրվում գոնե դասապրոցեսից առաջ, երբ որ երեխան մտնում է լսարան, ինչ որ ռելաքսացիոն թեթև վարժանքներ լինեն։ Ինչ որ կանոնակարգ, որ երեխաները կարողանան ավելի այդ մանկավարժական ավելի շատ չէ նկատառումները հիմա թվարկում, թե իհարկե պետք է անի։ Դպրոցում էլ, տանն, որ երեխան կարողանա այսպես միանգամից այդ դերից գadgetային դերից դուրս գա եւ մտնի ուսուցման process-ում։ Բայց ձեզ ասեմ, առաջիկա, եթե երեխան ունի ոչ վնասված այդքան էլ ուշադրության կենտրոնացվածության, տրամաբանության խնդիրներ,
Առաջիկա 10-15 րոպեն են որպես կանոն պահանջվում ցրվածություն, դրանից հետո երեխան կարողանում է արդեն ինքնակազմակերպվել եւ մտնել դասի մեջ, բայց եթե երեխան ողջ օրվա ընթացքում դրա մեջ է եղել, բնականաբար այստեղ արդեն մենք լուրջ խնդիրներ ունենք։ Ես թույլատրելի սահմանի մասին եմ ասում։ Օրինակ, Այ հենց այդ, հա։ Ամենաշատը պետք է թույլատրել օրվա ընթացքում 1-2 ժամ, դրանից ոչ ավել։ Իսկ երեխաները այսօրվա գրեթե, չգիտեմ, ամբողջ ժամանակահատվածն են դրա մեջ հետանոր դասի մեջ։ Իհարկե սա լուրջ բարդություններ է եւ սա կանխարգելման լուրջ բաներ է պահանջում։ Մտածեք ժողովուրդ դրա մասին, կամաց կարակ հիմիկվանից սկսած կամաց պակասացնեք, որովհետև միանգամից կտրելն էլ դժվար կլինի, թեկուզ հենց նույն հորմոնալ առումով, որտեղ այդ նույն իրանց այդ ռիլերը, շորթերը, որ թերթում են միանգամից այդքան էմոցիաներ արագի մեջ փոխելով 30 վայրկյան նայում ուրախություն, 30 վայրկյան հետո նայում տխրություն, այդ արագության տակ այդքան էմոցիա փոխելը այդ նույն հորմոնները էմոցիաներից որ արտադրվում են օրվա ընթացքում որ ինքը այդ քանակը դաստանում է բնականաբար հետո չի գնալու նստի 2 ժամ մի բանի վրա կենտրոնանա որ ինչ որ դոֆամինի ինչ որ դոզա ստանա ավելի հեշտ է 2 ռիլ թերթեմ դա ստանա ու հենց արդեն ֆիզիոլոգիական մակարդակում էլ հորմոնների մակարդակով էլ դա կարա դժվարություն առաջացնի դրա համար գոնե հիմիկվանից սկսած աստիճանաբար իջացնում ենք ու մի բան էլ ասեմ իմ փորձից Ռաֆայել եթե ծնողները որոշում են որ թողնեն երեխայի պատասխանատվության վրա այս հարցը որպես կանոն անօգուտ է բազմաթիվ փորձերից եւ ջանքերից կարող եմ ասել որ դա չի ստացվում ուղղակի պետք է ունենան օրվա ռեժիմ գծած ռեժիմ միասին հաստատված ռեժիմ ժամանակահատվածով երեխային ցույց տան որ սա այն ժամն է որ արդեն պիտի անջատես դնես սենյակում կամ պահարանում կամ տասնից որը փակի մեջ է արդեն հայտնվելու Այդ էի ասում սեփական փորձով էլ համոզվել եմ որ իրանց վրա թողելը դա չի ստացվում անհնար այո կհասկանա բայց մեկը հետո չէ ու դա չի նշանակում որ ինքը ծնողին չի սիրում չի հարգում չէ պրոստը իր արժանապատվում դա ավելի հետաքրքիր է այո հենց այդ իր չկարողանալ կենտրոնանալը եւ որտեղ այդ ցրվածությունը այդ իր ակտիվությունը երեխայա կարող է իրան տարական չի հետաքրքրում ընդ այդ տղեկը դուսը վազում են ինքը ուզում է գնա այնտեղ բան դրա համար դասի վրա չի կարող կենտրոնանա եւ մարդ ունի ռեալ ասած դիագնոզ այս դեղեգեն հայերեն չգիտեմ ոնց են թարգմանում ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ Շնորհակալություն այդ ծնողը ոնց կարողանա դա տարանջատի որ էլի ինչը պետք է հանդիսանա կամ մի հատ հուշող բան որ ասի այ մի րոպեի որ կա արժի մի հատ գնամ հələ մասնագետի մոտ կա ինչ որ տենց բան որ կարանք հուշենք Իհարկե մենք որպեսզի հասկանանք երեխան ունի այդ համախտանիշը թե ոչ իրականում տեստային համապատասխան տեստ գոյություն ունի դրանով ենք որոշում բայց ինչպես ծնողները կարան դա անեն Չէ իհարկե սա մասնագիտական է ծնողները կարող են նկատել երեխայի մոտ սա կա ակնառու է թե ոչ հետեւյալ գործոնները գոնե հաշվի առնելով երեխան շատ իմպուլսիվ է որպես կանոն շատ արագ է արձագանքում չունի համբերություն սպասման որակը կարծես թե բացակայում է երեխայի մոտ ուշադրությունը չի կարողանում կենտրոնացնել մի խաղի կամ մի առարկայի վրա ինքը շատ արագ անցումներ է անում եւ ցանկացած գործ որ սկսում է երեխան կիսատ է թողնում եւ անցնում է մյուսին երեխան կարող է լինել շատ անկազմակերպ շատ թափրտված անպատասխանատու եւ քեզ թվում է որ երեխան անընդհատ թափառում է երեխան անընդհատ վազում է երեխան անընդհատ բարձրանում է երեխան անընդհատ ընկնում է երեխային կարծես թե այնպիսի մի դասված տեղ ունեցավ որ հիմա պետք է շատ ուժեղ լացի բայց իր համար միևնույնն է սրանք կոնկրետ ցուցանիշներ են որոնք որ կարող ենք հասկանալ, որ երեխան ունի ուպերակտիվության համախտանիշ։ Եվ իմիջիայլոց սա ոչ միայն դրսևորվում է մեկ միջավայրում, տանը, օրինակ, այլ մի քանի միջավայրերում պետք է դրսևորվի, նոր մենք ասենք, որ երեխան ունի այս համախտանիշը։ Եվ այս երեխաներից պահանջել, որ ինքը նստի, որ ինքը
գործունեությամբ զբաղվի երկարատև ժամանակահատվածով, որ ինքը պետք է լինի պատասխանատու, ինքը պետք է լինի կոկիկ, մենք դժվարացնում ենք երեխայի կյանքը եւ մեր կյանքը։ Եվ ավելացնում ենք հավելյալ այլ դժվարություններ, ինքնագնահատականն են կոտրում երեխայի, որովհետեւ այն ինչը որ մենք պահանջում ենք, երեխան չի կարող բավարարել։ Եվ երբ որ ինքը չի կարողանում բավարարել, մի տեսակ ունենում է շատ խորը հիասթափություն իր սեփական անձի նկատմամբ։ Պետք է մենք լինենք շատ ուշադիր եւ շատ պատրաստական, որպեսզի հասկանանք նման երեխաների հետ նույն դասապրոցեսը ինչպես կազմակերպենք։ Ու էլի բնականաբար, երբ որ դիմենք, արդեն որ նկատենք նման բաներ դիմենք, համապատասխան մասնագետը մեզ դրանք կսովորեցնի, որտեղ նորմալ է, որ ծնողը ամեն ինչը չի իմանա, ժողովուրդ, չի նշանակում, որ դուք վատ մամա եք, պետք չի այդ ամեն ինչը ձեր վրա վերցնել։ Okay, հասանք էլի այ հենց որ խոսացինք երեխեքի իրանց բաների մասին, այստեղ իմ հաջորդ հարցն է հենց էմոցիոնալ գրագիտության առումով, ինչպես սովորացնել երեխային ճանաչել իր էմոցիաները, էմոցիաները ճիշտ տաններ, որովհետև այսօր մեծերն շատ-շատերը իրենք իրենց էմոցիաները չեն տարբերում։ Դու ինքը լրիվ ուրիշ թեմա է, լրիվ ուրիշ բան, լրիվ ուրիշ էմոցիայի մասին է խոսում, լրիվ ուրիշ էմոցիա է նկարագրում, բայց որ հարցնում ես ասում ես ինչ ես զգում, ինքը լրիվ ուրիշ էմոցիա է։ Այո։ Բնականաբար մանկական տարիքից դա շատ կարևոր է, ոնց սովորացնենք, ինքը ոնց հեշտ կլինի, որ դաստուճացա, որ իրանց լեզվին, իրանց մակարդ, իրանց բազային, իրանց գիտելիքին համապատասխան ոնց ավելի հեշտ իրանց դա սովորացնենք ու այդ նույն ինչ տնային պրակտիկաներ կարելի է անել երեխային, այդ նույն որ հույզերի օրագիր կարա լինի, ինչ որ սանդղակ կարա լինի հաջողությունների, ինչ sense 1-2 կարճ խորհուրդ։ Ամենապարզ ձևը, երբ որ երեխաների հետ հաղորդակցման ընթացքում մենք ինքներս տեսնում ենք երեխան օրինակ տխուր է, ջղայնացած է եւ ուրախ է, անվանում ենք տալի երեխայի սեփական հույզին։ Կարեն, ճիշտ հասկացա, որ դու հիմա ջղայնացած ես, դրա համար ես կոտրում խաղալիքը։ Դու մի տեսակ տխուր ես, դրա համար առանձնացել ես սենյակի մի անկյունում։ Երբ որ օրինակ, չգիտեմ, վիճաբանության բռնվեցիր ես ինչի հետ, դու շատ ուժեղ ջղայնացած ես։ Այսինքն մենք ինքներս ենք տալի անվանում հույզին։ Եվ երեխան կարողանում է հասկանալ իսկապես իր հետ ինչ է տեղի ունեցել։ Բացի նրանից, որ մենք սովորեցնում ենք այդ ճանապարհով սեփական հույզի ընկալումը, մենք նաև երեխայի մոտ կարծես վստահության մթնոլորտ ենք ձևավորում։ Երեխան հասկանում է, որ իրեն ինչ-որ մեկը հասկացավ։ Նույն անընդհատ, երբ որ մենք կրկնում ենք, երբ որ մենք տալիս ենք հույզի անվանում, կարող ենք օրինակ այդ հույզը փորձենք հասկանալ մարմնի որ մասում կարող է երեխան զգալ։ Ցույց տալով, երբ որ ես ուրախանում եմ, իմ սիրտը սկսում է արագ բաբախել։ Այ որ դու ուրախանում ես, ինչ ես զգում, քո սիրտն էլ է արագ բաբախում, թե ձեռքերիդ մեջ ես դու զգում ինչ-որ մի բան, որ ուզում ես թափահարել, օրինակ։ Հա, հույզի ճանաչումից անմիջապես մարմնային ռեակցիան ինչ է եւ ինչպես է դրսեւորվում։ Այլ մարդկանց բարքերի մեջ ենք մենք փորձում կենտրոնանալ եւ այլ մարդկանց հույզերն ենք մենք փորձում սովորացնել, որպեսզի երեխան ճանաչի։ Օրինակ, քո կարծիքով երբ որ ուսուցիչը կանչեց Արամին գրատախտակի մոտ եւ բոլորի ներկայությամբ ասաց, որ դու այսօր դասը շատ լավ չէիր սովորել։ Ինչ զգաց Արամը, ինչ զգաց ուսուցիչը։ Կամ քո կարծիքով այս հեքիաթի կամ պատմվածքի այս դրվագում օրինակ, երբ որ գայլի վրա հարձակվեց շունը կամ շան կերպարով, չգիտեմ, ինչ որ մի բան ենք պատմում, ինչ զգացին կենդանիները, այսինքն ըստ տարիքային տարբեր փուլերի տարբեր բաներ ենք մենք օգտագործում։ Եվ բացի դրան տալիս ուրիշների վրա եւ սեփական անձի վրա, այո, որովհետեւ հուզական ինտելեկտ ասելով մենք ի նկատի ունենք եւ սեփական հույզերի ճանաչումը եւ այլ մարդկանց հարաբերություններում այլոց հույզերի ճանաչումը։ Եվ շատ կարևոր հանրարարականներից մեկը, երբ որ մենք օրինակ վերցնում ենք 4 հույզ՝ ուրախություն, տխրություն, զայրույթ, վախ, տալիս ենք օրագրով, ասում ենք, որ օրվա վերջում նշի
եւ բեր տեսնենք օրինակ օրվա մեջ քանի անգամ զգացիր ուրախություն, տխրություն, վախ կամ զայրույթ։ Աստիճանաբար երեխան սովորում է եւ ընտելանում է վերահսկել, ճանաչել, հետազոտել սեփական հույզերը, որը որ արդեն հետագայում բարդացնում է, երեխան սկսում է ճանաչել ավելի բարդ հույզեր, վիրավորանք, մեղքի զգացում, նախանձ եւ աստիճանաբար մենք կարողանում ենք սա զարգացնել։ Շատ լավ, շնորհակալություն։ Այստեղ մի երկու հարց ունեմ, բայց սրանց արդեն անդրադարձանք, դրա համար սրանք էլ չեմ կարդա։ Դպրոցին երբ հրաժարվում է դիմել, այդ հարցին անդրադարձանք։ Դեռահասներ եւ ինքնուրույնություն։ Ինչպես փոխել շփման ոճը 11-12 տարեկանից հետո։ Բարդագույն հարցերից է, հարգելի Ռաֆայել, որովհետև տեսեք, դեռահասության տարիքի մասին խոսելիս պետք է անդրադառնանք ծնողական պատրաստվածության հարցին, որովհետև որպես կանոն ծնողները պատրաստ չեն լինում ընդունելու սեփական դեռահասին։ Այն է, որ դեռահասը արդեն իսկ մեծահասակության նորագոյացում, սա հոգեբանական տերմին է, այսինքն ինքը ամեն ինչ անում է, փորձելով ցույց տա, որ ես մեծ եմ, ես ինքնուրույն եմ, ես կարող եմ մենակով անել, ինքնուրույն անել եւ փորձում է անել բաներ, որոնք որ համապատասխանում են մեծահասակության չափանիշներին։ Նույն աղջիկները, հա, ժամերով հարդարվել, տղաները սկսում են, չգիտեմ, ավելի այսպես բակային տղաների կեցվածք ընդունել, ավելի սեփական խոսքը փորձում են հաստատել, առաջ տանել, մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք, թույլ տանք հրաժարվելու մեր սեփական վերահսկողությունից, մեր սեփական այդ հաճույքից, որ մենք կառավարում ենք երեխա, թեև նախորդ փուլում էլ սա էլի պիտի սահմաններ ունենա, եւ անցնենք արդեն հավասարը հավասարի հարաբերություններին։ Լինենք ընդհանրապես աջակցող, համբերատար, սիրալիր։ Ուր մնացին են արտահայտությունները։ Այդ իսկ ձեզ հետ խոսում ծնողը որ արդեն շատ մեծացար, արդեն քեզ տվել անցել ես, չէ՞ նման արտահայտություններ արվում են։ Ես որ նման բաներից խոսած։ Այո։ Պետք է անենք այս դեպքում։ Պետք է ընդունենք, որ այո, ոչ։ Պետք է ընդունենք, որ այո, մեր երեխան մեծացել է եւ կարող է երեխան իր սեփական կարծիքը առաջ տանել։ Խոսքը չի վերաբերվում նրան, որ երեխան կարող է օրինակ կոպիտ, գրեհիկ կամ, չգիտեմ, դեսպոտիզմին վերաբերող արտահայտություններ անել, որը որ կարող է շատ վիրավորական լինել։ Այս դեպքում sense շակերտավոր ասած չափը կամ սահմանը անցնում է այդ ժամանակ, ոնց պետք է ճիշտ վերաբերել։ Ուղղակի քննարկել երեխայի հետ։ Քննարկել, որ քո այս վերաբերմունքից ես զգացի այս, ես տխրեցի, ես վիրավորվեցի, լավ կլինի այդ նույն հարաբերությունում նույն վերաբերմունքը փոխենք այսպեսինը, որ եւ ես եւ դու մենք միասին իրար շատ լավ զգանք։ Բայց այդ հիմնականում այն սիրուն ռիլեր կա, որ թերթում ենք պատրաստվող երեխեքը դուրը շղկացնել, գնալ, փակվել, ուզում ես իր հետ խոսած, իսկ ինչ անել, եթե ինքը չի ուզում խոսալ։ Ժամանակ տալ, որպեսզի նման դեպքում ուղղակի ժամանակ պետք է տանք, մինչև երեխան հանգստանա։ Այսինքն չգնալ, Ոչ, զբզել, չբշտել, չջղայնանալ, այդ ամեն ինչը չանել։ ոչ, ժամանակ տալ, որպեսզի երեխան հանգստանա, երեխան կարողանա ինքնակարգավորվի, դրանից հետո նոր հանգիստ զրույցի բռնվել երեխայի հետ։ Եվ վերջում երևի ամենակարևոր հարցը է, չնայած բոլորն են շատ կարևոր են ու բոլորն են մի հատ առանձին մի քանի ժամանոց լեկցիայի, մի ժամանոցը չէ, մի քանի ժամանոց լեկցիայի թեմաներ են, բայց շատ կարևոր հարց է, որը ցավոք սրտի անձամբ իմ փորձով ես որ տեսնում եմ այցելուների մոտ, շատ հաճախ դա բացակայում է։ Ինչպես ստեղծել միասնական դիրքորոշում ծնողների միջև, որ պապա, մամա, այ մաման չթողեց, գնացի պապայի մոտ, պապան թողեց, կամ մաման բաներ ասում, պապան եկավ ասեց, այ ոնց այս ստեղծել։ Շատ լուրջ հարցերից մեկն է եւ շատ երեխայա քայքայիչ ու երեխայա կործանիչ հարցերից մեկն է։
Եվ սա արվում է երբեմն ներքին ծնողական այնպիսի մոտիվացիայով, որ ես լինեմ ավելի լավը, քան մամադ է, ես լինեմ ավելի պաշտպանող լավը, քան հայրդ է։ Եվ սա լինում է այն դեպքերում, երբ որ արդեն իսկ ծնողներն ունեն որոշակի կոնֆլիկտ միմյանց միջև։ Շատ դեպքերում հանդիպում են նույնիսկ ամուսնալուծություններ հենց այս խնդրի շուրջ, որ երեխայի դաստիարակության հարցը միմյանց միջև ընդհանուր բովանդակություն չի ստանում։ Բայց եթե ծնողները հասուն են եւ իսկապես մտահոգված են երեխայի առաջնահերթ շահերով, պետք է սրան շատ կարևորություն տան, հասկանան, որ սեփական ցանկությունը, սեփական խղճահարությունը, սեփական մրցակցությունը ամուսիններից, զույգերից մեկի նկատմամբ սրանով չէ, որ պետք է լուծվի։ Եվ այո, երեխան, եթե հանդիպում է ծնողական արգելքներից մեկին, երկրորդ ծնողը թեկուզ չուզելով պարտավոր է կրկնել, այնուհետև միասին առանձին ոչ երեխայի ներկայությամբ քննարկելով, բացատրելով, հասկանալով գան միասնական որոշման։ Հակառակ դեպքում երեխան դառնում է մանիպուլյատոր, երեխան դառնում է սադիստ, երեխան դառնում է բռնարար, երեխան դառնում է անկարգապահ, անպատասխանատու, որի հետևանքները արդեն իրենք իսկ տեսնում են։ Չնայած բուժու ժամանակ, երբ որ իրանց ասելուց երեխեն ուրախացավ, իրենք դրանով հպարտանում են ու հա, տեսա իմ երեխեն, ես, իրենց եսին է, դա ավելի շատ։ Կամ թվում է, թե որ մենք այսպես անում ենք, ուրեմն շատ ենք սիրում։ Ասում է խիղճից չտարավ, չկարողացա դիմանալ։ Այս լավ ասեցինք, այս էլի լավ էր, հասկացանք, լավ, մաման, երեխեն տենց բան էր, պապայի հետ գնաց ու հենց նոր ես մեր լսողներին նայում, մենք երկու տղամարդ ունենք, բավական սեռի ներկայացուցիչ, 3 հոգի ունենք հիմա այստեղ։ Այսքանի մեջ։ Հիմնականում մամաներ են, քույրեր են ինչ որտեղ, այ լավ, ամուսնու հետ, օքեյ, ամուսինը ենթադրենք տենց բան արեց, կինը գնաց, առանձին ասեց, գիտես, ի՞նչ կա, որ դու տենց բան ես ասում, դա վնասում է եւ այլն, արի պայմանավորվենք, սրանից հետո լինենք սենց ու իրար հետ, եթե չէ, եթե հայա, ամուսինը ասեց, հարց չկա, լավ է ապրած։ Հետո գալիս է տատին։ Շատ բարդացված։ Տատին ինչ անենք։ Մաման ու պապան չեն թողում, տատին ասում է, իմ թորանը բան միացեք, ինքը պետք է անի, երեխան էլ վազում է արդեն տատի մոտ։ Ռաֆայել ջան, սա ներընտանեկան կառուցվածքի դերերի բաշխման շատ բարդ խնդիր է, թվում է թե շատ հեշտ է կամ սրան պատասխան կա, որ դե ասվի սա կամ նա, ոչ։ Մի հատ ուղակի տատիկի հետ կրկին պիտի առանձին խոսել եւ ասել, որ հասկանում եմ, որ շատ է սիրում, ուզում ես ամեն ինչ անել Կարենչիկի համար, մտահոգված ես, բայց թեկուզ կարելի է ցիտատներ բերել, նույն մասնագիտական զրույցներից ներկայացնել, գրականություն տալ տատիկին, որպեսզի տատիկը հասկանա, թե իր արարքը ինչպիսի բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Երևի թե միակ խորհուրդը սա է, սահման դրվի, բացատրվի, թեկուզ պուպուշով, հետո թեկուզ չորով, բայց այդ դրվի, որ հասկանան, որովհետև եթե ինքը թեկուզ դա չի հասկանում, որովհետև տատիներն էլի չեն ասելու, ինչի մենք ձեզ սխալ ենք մեծացրել, լավ է, թողեք, չեք թողում, չեք ուզում էլ вообще չեմ գա ձեր տուն, չէ՞, մանիպուլյացիա։ Լինում է, այդպիսի դեպքեր էլ լինում, ուղղակի շատ այսպես սիրալիր ձևով, այո, պետք է տատիկին բացատրել, որ ամեն մեկը յուրովի է, այո, շատ լավ ես մեծացրել, շատ շնորհակալ եմ, բայց այս դեպքում մենք ունենում ենք այսպիսի հետևանքներ եւ հետևանքը սա է, կարելի է նույնիսկ օրինակով բացատրել, որ արդեն Կարենչիկը այդ ամեն ինչից ելնելով սկսել է ինձ ընդհանրապես չլսել, իմ խոսքը ընդհանրապես բանի տեղ չի դնում եւ սրանից տուժել է Կարենչիկի դասը, այսօր օրինակ ուսուցիչներ կանչել ինձ դպրոց բողոքեց, այսպես ուղղակի պետք է բացատրել։ Հասկացանք։ Լավ, ես էլ հարցեր չունեմ, իմ հարցերին պատասխանեցիք, հնարավորինս, ինչքան որ այս ֆորմատով հնարավոր է, ես էլ շատ հարցեր բան չարեցի, տեսնեք, եթե մեր դիտողներից մեզ ինչ-որ հարցեր գրել են, եթե չեն գրել, եթե գրել են իրանց հարցերին էլ պատասխանենք ու
Մաղթենք բարի ուսումնական տարի։ Այն մի տեղում չկար, ստեղ չկա, այն մի տեղում էլ ստուգեմ ու վերջ։ Ստեղ էլ չկա։ Հարցեր չունենք, այս ինչ էր, հարցեր չունենք։ Դե լավ է, որ հարցեր չունենք։ Շնորհակալություն ձեզ ևս մի անգամ, հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Խաչատրյան Լիլիթը, հոգեբանական գիտությունների թեկնածու եւ մեր միտք հավելվածի գործընկերներից, ընտեղ ինքը գրանցված կա եւ իր մոտ կարող եք այցի գրանցվել հենց թեկուզ միտք հավելվածով էլ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ հետաքրքիր շատ սկսելու համար, Ռաֆայել ջան, մաղթում եմ ձեր գործերին հաջողություն։ Կարծում եմ, որ փայլելու եք ձեզ բնորոշ բոլոր գործունեության տեսակներով, եթե կկարողանամ այլ անգամ եւս կապվել ինչ-որ։ Մենք ակնկալում ենք, որ ձեզ հետ էլի կխոսենք, բայց արդեն ոչ թե sense առանձին հարցերով, այլ մի հատ թեմա կընտրենք ու հենց այդ թեման մի քիչ ավելի մանրամասն կզրուցենք, որտեղ ես նպատակ ունեմ մեր ժողովրդի այդ հոգեկան առողջության մակարդակը բարձրացնելու, գիտեմ, որ դուք էլ դա ունեք ու գիտեմ, թե ձեր համար էլ դա ինչքան կարևոր է, так что ես որ ամեն ինչ անելու եմ ու վստահ եմ, որ դուք էլ ինձ օգնելու եք։ Так что ուզեք, չուզեք, մենք ենք, զրուցելու ենք, պետք է անենք։ Շնորհակալություն, դե մամաներին էլ ու աշակերտներին էլ մաղթում եմ անստրես, չնայած չի կարա Դες բանալի հնարավորինս քիչ ստրես այն ուսումնական տարի, լավ ուսումնական տարի, գիտելիքներով լի տարի ու լիքը կուպուշ բաներ։ Ձեզ բարի գիշեր, հաջողություն, միշտ նոր հանդիպում։ Հաջողություն։